Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը պարզապես ցնցելու է ձեզ իր ծանր հոգեբանական ապրումներով, անսպասելի բացահայտումներով և ցավոք անդառնալի ու դաժան ողբերգությամբ։ Սերիալում կրքերը հասել են այնպիսի կետի, որտեղ մարդկային կյանքն արժեզրկվել է, իսկ վրեժը կուրացրել է բոլորին։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ ճակատագրական իրադարձություններ են ծավալվում մեր հերոսների շուրջ։ Այս սերիայում մենք տեսնում ենք կոտրված հոգիների իսկական ողբերգություն։ Լեայի հետ ունեցած ծանր խոսակցությունից հետո Մանանը պարզապես տեղն իրեն չի գտնում։ Լեան նրան հայտնել էր ամենասարսափելի կանխատեսումը։ Մեծ է հավանականությունը, որ Գրիշոն այլևս երբեք չի քայլի։ Մանանը, ով ներքուստ դեռ սիրում և անհանգստանում է ամուսնու համար, ցանկանում էր ամեն ինչ թողնել ու մեկնել Գերմանիա, նրա կողքին լինելու համար։ Սակայն Դավիթ պապիկի խիստ արգելքը կապել է նրա ձեռքերն ու ոտքերը։ Հիմա Մանանը հուսահատ նստած է տանը անհամբեր սպասելով Գրիշոյի վերադարձին, որպեսզի վերջապես հանդիպեն ու խոսեն։ Իսկ ինչ է կատարվում Գրիշոյի հետ Գերմանիայում։ Նա աստիճանաբար սկսում է գիտակցել դաժան իրականությունը։ Ֆիզիկական անզորությունը նրան գցել է խորը դեպրեսիայի մեջ։ Գրիշոն, ով միշտ եղել է ուժեղ և ինքնավստահ, այժմ կոտրված է և ահասար սուռ հայտարարություն է անում։ Նա ասում է, որ եթե այս անօգնական վիճակը երկար շարունակվի, ինքը վերջ կտա իր կյանքին։ Սա ահազանգ է, որ Գրիշոյին փրկելու համար միայն բժշկական միջամտությունը բավարար չէ։ Մինչ Հայաստանում և Գերմանիայում կյանքեր են խորտակվում, Լեոն, ով այս շրջանում գտնվում է Վրաստանում, հեռախոսով խոսում է Դավիթի հետ և իմանում Հունանի դեմ իրականացված մահափորձի մասին։ Չնայած երկու ընտանիքների միջև առկա արյունալի թշնամանքին, Լեոն անմիջապես զանգահարում է Լեային՝ նրան աջակցելու նպատակով։ Նա անկեղծորեն ասում է, որ եթե իրենց ճանապարհները բաժանված չլինեին, ինքը հիմա նրա կողքին կլիներ և ամեն ինչով կօգներ։ Այս խոսակցությունը երկուսի համար էլ ահավոր ցավոտ է։ Երբ Լեոն անջատում է հեռախոսը, Լեան չի դիմանում և սկսում է դառը լաց լինել։ Նա գիտակցում է այն ահռելի բեռը, որը կրում է իր ուսերին։ Լեան մտածում է, եթե Լեոն իմանար, որ իրականում հենց Հունանն է սպանել իր հորը, հաստատ այսքան սրտացավ ու հոգատար չէր լինի իրենց ընտանիքի հանդեպ։ Այս գաղտնիքը վաղ թե ուշ պայթելու է։ Ավոն չի դադարում իր կեղտոտ խաղերը և շարունակում է հետևել Իննային, բայց Իննան արդեն վաղուց այն միամիտ կինը չէ, որին կարելի է հեշտությամբ խաբել։ Նա անմիջապես նկատում է պոչը, թաքուն նստում է Ավոյի մեքենան և անցնում կոշտ հարձակման։ Իննան նայում է Ավոյի աչքերին և խստիվ արգելում է խաղեր խաղալ իր հետ։ Նա նախազգուշացնում է Ավոյին հանկարծ չհամարձակվի շանտաժանել Հունանին և սպառնալ, թե Լեոյին ու Դավիթին կպատմի նրանց հոր սպանության մասին։ Իննան շատ դիպուկ հարվածում է Ավոյի թույլ կետին, հիշեցնելով, որ Ավոն ինքն էլ է թաթախված այդ արյունոտ գործի մեջ և մաքուր չէ։ Ավոն, հասկանալով, որ անկյուն է քշված, պարզապես լռում է։ Իննան պահանջում է ընդմիշտ հեռու մնալ իրենց ընտանիքից։ Եվ ահա սերիալի ամենաշոկային զարգացումները։ Իննայի անսպառ համառության, լավատեսության և բժիշկների ջանքերի շնորհիվ տեղի է ունենում հրաշք։ Հունանը վերջապես բացում է աչքերը, ուշքի է գալիս և դուրս գալիս կոմայից։ Նրա առաջին իսկ պահանջն է լինում զանգահարել Գրիշոյին։ Հայր ու որդի ունենում են չափազանց հուզիչ և ծանր հեռախոսազրույց։ Բայց այս հուզիչ պահը շատ արագ ընդհատվում է սարսափելի ճշմարտությամբ։ Իննան, ով այս ընթացքում վերածվել էր իսկական մաֆիայի պարագլխի, մոտենում է ամուսնուն և հպարտությամբ հայտնում, որ ինքն արդեն հոգացել է վրեժի մասին։ Նա խոստովանում է, որ Հունանին այսօրին հասցնողը պետք է պատասխան տար, ուստի ինքն անձամբ է պատվիրել Արամի սպանությունը։ Հունանը հայտնվում է կատարյալ շոկի մեջ, չսպասելով կնոջից նման դաժան ու արյունալի քայլի։ Եվ Իննայի խոսքերը դատարկ չէին, քիչ անց մենք ականատես ենք լինում սարսափելի տեսարանի։
վարձու մարդասպանները դաժանաբար հարձակվում են Արամի վրա և խեղդամահ անում նրան։ Իննան հասավ իր նպատակին, նա արյունով լված ամուսնու թափված արյունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչպես կարձագանքի Արտյոմը, երբ իմանա իր եղբոր որդու Արամի դաժան սպանության մասին։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար և կհանդիպենք շուտով։